Հենց այսպիսի ճնշող խեղդող միջավայրում էր ապրում ու ստեղծագործում Միքայել Նալբանդյանը, մի գրող, հեղափոխական ու ամենակարևորը ազատ միտք ունեցող մարդ։ Եվ այսպես 1859 թվականն է։ Եվրոպան, պատկերացրեք, բառացիորեն եռում էր հեղափոխական գաղափարներից ու հենց այդ ժամանակ Նալբանդյանը Մոսկվայում գրում է Ազատությունը։ Բայց գիտեք, գրվածքն այնքան վտանգավոր էր համարվում, որ նա ստիպված է եղել ուղղակի բառացիորեն թաքցնել այն մի ուրիշ, ավելի անվնաս թվացող գրքի մեջ։ Միակ ձևն էր դաժան գրաքննությունը շրջանցելու։ Այսինքն պատկերացնում եք, հենց իր ծնոնդից այս բանաստեղծությունը արդեն դատապարտված էր գաղտնիության։ Լավ, բայց կոնկրետ ի՞նչն էր այս բանաստեղծության մեջ այդքան վտանգավոր։ Բան այն է, որ վտանգավորը զուտ բառերը չէին, այլ դրանց հետևում թաքնված արմատական, իսկապես ռադիկալ գաղափարը։ Մի գաղափար, որը ըստ Նալբանդյանի ծնվում է մեզ հետ, այո, հենց օրորոցից։ Հենց սրանում է կայանում բանաստեղծության ողջ հանճարը։ Տեսեք, Նալբանդյանի համար ազատությունը ինչ-որ քաղաքական լոզունգ չէր, որը թագավորը կարող է քեզ շնորհել, կամ էլ մի արտոնություն, որը պիտի նստես ու վաստակես։ Ոչ, բացարձակապես ոչ։ Նրա համար դա մարդու ամենաբնական անքակտելի իրավունքն էր։ Մի բան, մի բնազդ, որը մեր մեջ կա ծնված օրվանից։ Ես ամբարբար մի մանուկ, երկու ձեռքս պարզեցի եւ իմ անզոր թևերով ազատություն գրկեցի։ Ուղղակի փորձեք պատկերացնել այս տեսարանը։ Մի նորացին երեխա, որը դեռ խոսել անգամ չի կարողանում, բայց բնազդաբար իր փոքրիկ ձեռքերը մեկնում է ու գրկում ազատությունը։ Սա ուղղակի հանճարեղ պատկեր է, որը միանգամից ցույց է տալիս ազատությունը մեզ չեն տալիս։ Մեզ չեն սովորեցնում ազատ լինել։ Այն մեր էության անբաժանելի մի մասնիկն է։ Ու այս ամբողջ գաղափարը, տեսեք, կառուցված է 3 շատ հզոր խորհրդանիշի վրա։ Առաջինը իհարկե մանուկը։ Ինքը ազատության մաքուր, բնածին, անմեղ ձգտումն է։ Հետո գալիս է օրորոցը, որը խորհրդանշում է այն բոլոր հասարակական կապանքները, որոնք մեզ զսպում են։ Ու վերջապես երրորդը ձեռքերը պարզելը։ Սա արդեն ազատությանը հասնելու համար մղվող մեր ողջ կյանքի անվերջ պայքարն է։ Բայց ինչպես հենց ինքը բանաստեղծությունն է նախազգուշացնում, ազատություն սիրողի ճանապարհը միշտ փշոտ է։ Ու Նալբանդյանի համար ցավոք սա պարզապես գեղեցիկ տողեր չէին։ Սա դառը իրականություն էր։ Կարծես թե բանաստեղծությունը ճիշտ կանխագուշակել էր հենց իր հեղինակի ճակատագիրը։ Ուղղակի նայեք այս անհավանական զուգահեռին։ Մի կողմից բանաստեղծության տողերն են, որոնք զգուշացնում են այս աշխարհը խիստ նեղ է ազատություն սիրողի համար։ Մյուս կողմից իրականությունը։ Հենց այս գաղափարների համար էլ Նալբանդյանը 3 տարի բանտարկվեց Պետրոպավլովյան ամրոցում ցարի քաղաքական թշնամիների համար նախատեսված ամենասարսափելի բանտերից մեկում։ Փաստացի նրա պոեզիան դարձավ իր իսկ դատավճիռը։ Բայց գիտեք ինչն է ամենահետաքրքիրը։ Իշխանությունները կարողացան բանտարկել մարդուն, բայց նրանք լրիվ անզոր էին բանտարկելու նրա գաղափարը։ Հակառակը, ինչքան շատ էին փորձում լռեցնել Նալբանդյանի ձայնը, այնքան ավելի բարձր էր այն հնչում։ Ու ազատությունը սկսեց իր լրիվ նոր գաղտնի ընդհատակյա կյանքը։ Պատկերացրեք, այն արգելված էր ոչ թե մի, այլ միանգամից 2 հզով կայսրությունում, եւ ցարական Ռուսաստանում, եւ Օսմանյան Թուրքիայում։ Արգելված էր անգամ Նալբանդյանի անունը տալը, նրան նկարը ցույց տալը, բայց դե գաղափարը կանգնեցնելն ուղղակի անհնար էր։ Մարդիկ այն գաղտնի արտագրում էին ձեռքով, անգիր էին անում, ասմունքում էին գաղտնի հավաքույտներին։ Հասել էր նրան, որ նույնիսկ մետաքսե թաշկինակների վրա էին գրում, որ իրար փոխանցեն։ Այն դարձավ իսկական հեղափոխական երգ, իսկ տողերը տպագրվում էին ընդհատակյա թռուցիկների վրա։ Ճնշումներն այն աստիճանի էին հասել, որ հեղափոխականները լսեք ստիպված էին մի ամբողջ գաղտնալեզու հորինել։ Ուղղակի որ կարողանան իրար մեջ խոսել Նալբանդյանի ու նրա գործերի մասին, ստիպված էին ծածկանուններ օգտագործել։ Օրինակ, ազատություն բանաստեղծությանը կոդավորված ասում էին աշխատություն, իսկ իրեն Նալբանդյանին անվանում էին պայտարյանց։ Սա այլևս գիրք թաքցնելու մասին չէր, սա մի ամբողջ աշխարհայացք փրկելու պայքար էր։ Եվ չնայած այն պատմությունից ջնջելու բոլոր փորձերին, բանաստեղծության ժառանգությունը դե կարելի է ասել, որ այսօր ավելի հզոր է, քան երբևէ։ Նալբանդյանի ձայնը միանշանակ շարունակում է հնչել։ Նալբանդյանը իհարկե բազմաթիվ գործեր է գրել, բայց եկեք անկեղծ լինենք, այսօր յուրաքանչյուր հայ նրան հիշում է առաջին հերթին որպես ազատությունի հեղինակ։ Հենց այս մեկ բանաստեղծությունը դարձավ նրա այցեքարտը, նրա անմահ ժառանգությունը։ Բայց այստեղ կա մի բան, որը թերևս ամենաափշեցուցիչն է։ Պարզվում է Նալբանդյանի ազատության ոգին այսօր հնչում է ոչ միայն գրքերում։ Հենց նրա մեկ այլ իտալացի աղջկա երգը բանաստեղծության հիման վրա է ստեղծվել Մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրհներգը։ Պատկերացնում եք, մի մարդու ազատության կանչը դարձավ մի ամբողջ ազգի երգը։ Իզուր չէ, որ հայ գրականության մեկ այլ հսկա Ավետիք Իսահակյանը նրան անվանել է զինված մարգարե, մի ձեռքին ջահ, մյուսում սուր, ջահ ճանապարհը լուսավորելու համար,
եւ սուր այդ ճանապարհի համար մինչև վերջ պայքարելու։ Սա երևի կատարյալ նկարագրում է նրա դերը՝ լուսավորիչ եւ միևնույն ժամանակ անձիջում պայքարող։ Գիտեք, բանաստեղծության մեջ ճակատագիրը հեղինակին հարցնում է ազատության դու զինվոր կամիս գրվիլ այսօրից։ Դե ավելի քան 160 տարի անց այս հարցը կարծես թե այլևս միայն Նալբանդյանին ուղված չէ, այն ուղված է մեզանից յուրաքանչյուրին։ Իսկ այսօր ինչ է նշանակում լինել ազատության զինվոր։